Պարոն Պապյան, հիմա այս ԵԱՏՄ-ի ընդունածի քանակները մենք վերլուծում ենք, հիմա այս տարի 19,000 արդեն բերել են, մեզ հիմա 15,000 քվոտա են տալի, այսինքն մեր քաղաքացիները կարող է 15,000-ից օգտվեն, որովհետև այդ դեպքում նաև մաքսատուրք չեն վճարելու, բացի ավելացված արժեքի հարկից։ Այսինքն մեր այս տրամաբանության մեջ մենք 4-5,000 մեքենայի արտոնություն ենք տալի, եթե տվյալները նույնը լինեն, ինչ որ 25 թվականին այս պայդրությամբ ըստ մեր տվյալները 19,000 է ներկրված։ Հիմա մենք կարող ենք այնպես բաշխել, որպեսզի այդ քաղաքացիները, որոնք իսկապես բերելու են եւ նպատակը լինելու է մեր շրջակա միջավայրի անվտանգության ապահովումը, նաեւ կարողանան օգտվել ԵԱՏՄ-ի տված այդ հնարավորությունից առավելապես, որովհետեւ եթե դիլերներին ենք մենք հաշվարկի հիմքում դրեք նաեւ դիլերներին տալու իմաստով այս գաղափարը, էլի որ դիլերներին չտանք մի այնպիսի քանակություն, որ մեր քաղաքացիները, որոնք իսկապես ոչ թե բիզնես են անում, այլ բերում են իրենց անձնական օգտագործման համար, ունենան հնարավորություն օգտվելու քվոտայից։ Այս իմաստով անում գործեր։ Շնորհակալ եմ։ Իմ գործընկերներն այս բարձրաբանեցին, որ խոսքը վերաբերում է ձևակերպմանը, այսինքն պետքա ձևակերպի մինչև 31-ը։ Պարոն Բագրատյան, ձեր հարցի պատասխանը նա է, որ դիլերներն էլ են մեր քաղաքացիները։ Օրինակ ես գիտեմ մի քաղաքացի, ով մեքենա չի պատվիրում, որովհետև չի վստահում, ով մեքենա չի պատվիրում ուղղակի ֆիզիկական անձից։ Ինքը ասում է, ես մեքենա եմ ընտրում մենակ դիլերից, որովհետև դիլերը իրեն տալիս է երաշխիք, որովհետև դիլերը իրեն տալիս է եւ այլն, այսինքն այո, դա ծառայություն է։ Հիմա դիլեր եւ կան մարդիկ Հայաստանում, որոնք որ դիլերից են առնում։ Երբ որ դիլերը 3,000 հատ ներմուծել է, նշանակում է 3,000 հատ վաճառել է։ Նշանակում է Հայաստանում կա 3,000 մարդ, որ նախընտրում է աշխատել դիլերի հետ։ Հիմա այս կոնտեքստում ես կարծում եմ, որ երբ որ մենք բաշխում ենք անում դիլերներին այսքան մնացած ֆիզիկական իրավաբանական անձանց, հենց նաև այդ, որովհետև դիլերներն էլ են մեր քաղաքացիներին սպասարկում, եւ եթե դիլերների առաջարկը հետաքրքիր չլիներ ու պետքական չլիներ, չէին լինի մարդիկ, որոնք որ միայն դիլերական պայմանագրերի միջոցով եւ կգնքեին իրենց ուրեմն պայմանագրերը։ Ավելին ասեմ, կա մի մոլորություն, այ թե տարբեր ֆիզիկական անձինք բերում են, ներողություն, տարբեր կազմակերպություններ բերում են եւ իրենք քաղաքացիների քվոտան վերցրել են։ Այդ եկել է նրանից, որ մեքենա պատվիրող քաղաքացիների մեծ մասը ոչ թե ինքն է ուզեցել պատվիրի, այլ գնում է որևէ իրավաբանական անձի մոտ, այդ թվում ոչ դիլեր։ Ասում է, ես ուզում եմ այս մեքենայից, կգա կհասնի Երևան կառնեմ։ Այսինքն մեծամասամբ մարդիկ ոչ թե նստում են համակարգչի առաջ իրանց համար օրինակ Չինաստանից մեքենա են պատվիրում, այլ կազմակերպության միջոցով։ Եվ այդտեղից է առաջացել, թե կազմակերպությունները մարդկանց քվոտան տարան։ Կազմակերպությունները մարդկանց քվոտան չտարան, եթե կազմակերպությունները դիլերները չլինեին, մենք մի քանի հազար մեքենա ընդամենը կարայինք ներմուծեինք, ասենք 2-3,000։ Դրանից ավել մարդիկ չէին առնի, որովհետև բազմաթիվ մարդիկ այդ հմտությունները չունեն, այդ վստահությունը չունեն, լեզվի իմացության խոչընդոտ կա եւ այլն, եւ իրանք ասում են, ես պատրաստ եմ օրինակ այսքան միջնորդավճար տամ այս կազմակերպությանը, որ ինքը իմ համար ներմուծի, այն մյուսն էլ ասում է, ես պատրաստ եմ մի հատ էլ ավել վճարեմ այս մյուս կազմակերպությանը, որ ինձ տա օրինակ երաշխիք։ Պարոն Պապյան, իհարկե պարզ է, որ դրանք մեր քաղաքացիներն են, պարզ է, որ շատերը լեզվական հմտություններ չունեն, դիմում են դիլերներին, բայց դրանով հանդերձ մեր հաշվարկը 25 թվականի համար ճիշտ դուրս չեկավ։ Մենք 5,000 ենք դիլերներին տվել, պարզվեց ամենայն դեպս իրենք իրենց բերած քանակը չկարողացան իրենց տրված քվոտան չիրացրեցին։ Նշանակում է մենք այդ հաշվարկի մեջ որոշակի մտածելու բան ունենք։ 90%-ով իրացրել են հիմա հասկանալի է, հիմա մենք 90%-ով Պարոն Պապյան, հիմա մենք չվերցնենք այս անգամ էլ այդ 15,000-ի կեսը տանք դիլերներին, ելի խնդիր ունենանք։ Այսինքն իմ ասած իմաստը որն է, որ մենք դեռ չենք հաշվարկ արել, հաշվարկը անենք անես ճիշտ, որպեսզի կարողանանք նաև քաղաքացիների շահերը սպասարկեն եւ որ նաև ասում եք
որ դիլերների միջոցով են արում, այո, ով որ կարողություններ ունի, հնարավորություն մեծ է, որ 2000 կամ $1000 ավել տա, բնականաբար դա ձեռնտու է դիլերից վերցնի, բայց կան քաղաքացիներ, որ ծերով մի կերպ անում են, նրանց էլ պիտի օգնենք, էլի, որ կարողանան մատչելի գնով էլեկտրոմոբիլ ունենան։ Խնդիրը սրա մասին է, իհարկե օգնում ենք, բայց ամբողջ մեր արածը ամբողջ է, մեր օգնությունն է հենց մեր քաղաքացուն։ Պատասխանը Պարոն Բագրատյան, իրականում մեր քաղաքացիների համար ենք անում, այս որոշումը 15,000 մեքենայի, բայց գլուխ չկովանք, էլի, պատահական որոշում չի, հեշտ որոշում չի, սրա տակ բանակցություններ են, քայլեր են, չբացահայտեմ, այսինքն ոչ մեկ մեզ չի եկել, ոչ մեկ մեզ չէր տա, գնայինք ասենք մենք ուզում ենք 15,000 մեքենա, ոչ մեկ մեզ չէր տա այդ մեքենան։ Սրանք գործողություններ են, որի արդյունքում ստացել ենք, որպեսզի մեր քաղաքացիները գոհ լինեն։ Մեր քաղաքացիները ունեն այդ Պարոն Պապյան, Ժորժ ջան, ես ես խնդրում եմ բան չանեք, դուք ավելի բարձր եք, ոնց որ դիտման բան եք։ Հիմա մեր դիլերները, տեսեք, իրականում մենք կարանք ասենք 100% ճշգրտություն ենք ունեցել։ Ընթացքում բան է փոխվել։ Ռուսաստանում ասենք օրինակ այդ ուտիլի օրենքն է ընդունվել, որը բերել է նրան, որ հերթեր են առաջացել Ղազախստանում, այսինքն բոլոր ուզեցել են բերեն մինչև հունվարի 1-ից ուտիլի օրենքը խստանում է, այդ բերել է նրան, որ հերթեր է առաջացել, հիմա այս մարդիկ 3000 մեքենա պատվիրել են։ 3000 պատվիրել են, ուղիղ 100%-անոց արդյունք է լինելու, բայց ճանապարհին է մնացել, չեն հասցնի բերեին։ Շնորհակալություն։ Դեռ մենակ մի խնդրանք, պարոն Պապյան, քանի որ այդ որ մասն է դիլերներին է, որ մասը ֆիզիկական անձանց է, այդ մասով մեզ անգամ այս գործող արտոնության հետ կապված շատ են հարցեր տալիս։ Ես կարծում եմ, օրինակ շատ լավ կլինի, եթե էկոնոմիկայի նախարարության ձեր կայքում, օրինակ հրապարակեք, որ ընկերություններին է այդ քվոտան բաշխվել, ամեն մեկը ինչքան է բերել։ Չեմ կարծում, որ դա կոմերցիոն գաղտնիքի էլեմենտ պարունակի, որովհետև ամեն դեպքում արտոնություն է, եթե մարդը, հա, խնդրեմ, եթե կարողանաք, որովհետև այդ մասով էլ որոշ շահարկումներ կային է։ Նախ ֆունդամենտը բացատրեմ հարցի։ Դիլերին եւ իրավաբանական անձին պետք չի խառնել իրար։ Դիլերը դա այն մարդն է, ով որ ունի պաշտոնական պայմանագիր, երաշխիք, այսինքն դիլերից կարակ առնեք մեքենա, 1 տարի հետո, 1 տարի չէ, օրինակ 6 ամիս հետո, ասեն այդ պարտիան հետ են քաշում, որովհետև ինչ որ խնդիր է առաջացել այդ պարտիայի հետ, ձեր մեքենան տանեք տակ դիլերին, ինքը ուղարկի հետ Չինաստան, ձեզ օրինակ 3 ամիս հետո նոր մեքենա բերեն տան, կամ փողը տան։ Հա։ Դիլերին այնա, որ դուք քշում եք 1 տարի հետո կամ 2 տարի հետո երաշխիքի մեջ է, ինչ որ բան է տեղի ունենում, տանում եք ինքը անվճար սարքում է։ Ոչ դիլերը, դա իրավաբանական անձն է, որ ձեր համար մեքենա է բերում, տալիս է ձեզ ու այդ վարկյանից ինքը ոչ մի պատասխանատվություն էլ չի կրում, որովհետև այդ մարդը ընդամենը առնող եւ տեղափոխող է։ Ինքը իր գործը ակետից բկետն է, այդ բանը։ Դրա համար իրենց միջնորդավճարները շատ ավելի փոքր են, այսպես ասած, քան ուրեմն դիլերին է։ Եվ երբ որ մենք նայել ենք, ուրեմն ուսումնասիրություն ենք արել, տեսել ենք, որ բրենդներն են, որ դիլեր ունեն, մենք տեսել ենք, որ դիլերով, ուրեմն, այսինքն դիլերով բերողները ֆիզիկական անձինք իրար հետ հատում չունեն, որովհետև եթե պայմանական X բրենդի հետ անունը չտան, դիլերը ինքը գործ է ունենում, մենք գնանք ասենք ուզում ենք այդ մեքենայից առնենք, մեզ ասում են չենք վաճառում, որովհետև ես պարտներ ունեմ։ Այնտեղ պարտներ ունեմ, այդ պարտներն է իմ բրենդը վաճառում։ Այսինքն այդ խնդիրը չի էլ կարա առաջանալ եւ նաեւ թվերով ենք մենք ապացուցել, որ չի էլ առաջացել։ Այսինքն կա բաներ, որոնք որ իրավաբանական անձինք են բերում եւ այդ էր ամբողջ ուրեմն այդ հա մնացածը հարց պատասխանով երևի թե ներկայացնեմ այդտեղ թվերը։ Այդ դեպքում ելույթներին ասենք հարգելի գործընկերներ։